Սիրելի Աստծո ժողովուրդ, ես էլ քո հետ համաձայնվեք, որ մենք հավատում ենք, որովհետև Աստված խոստումներ ունի իր ժողովրդին։ Աստծո խոստումները մարդու խոստումների պես չեն։ Աստծո խոստումները հավիտենական են։ Եվ Աստված խոստում ունի ոչ թե մենակ երկնքում, հավիտենական կյանքի համար, այլ նաև երկրային մեր ապրելու օրերի մեջ։ Խոստումներից մեկը նոր ասեցի, կհիշեք, որ ասում է, ես ձեզ կյանք եմ տալիս էլ ավելին։ Ոչ մեկ այդ կյանքը մեզ պատրաստ չի տալու։ Ինչքան էլ, չգիտեմ, բժիշկի մոտ այցելենք, ինչքան էլ լավ բժիշկ պրոֆեսոր լինի, չի կարող քեզ կյանք տալ եւ էլ ավելին։ Լավագույն դեպքում ձեռքերը վերև է բարձրացնում ու ասում է, այ այստեղ ես էլ անելու բան չունեմ։ Փառք Աստծուն, որ մենք ունենք այն Աստծուն, որը մեզ խոստացել է թե երկրի վրա եւ թե երկնքում։ Շնորհակալ ենք Աստծուց։ Մի կարևոր բան եմ ուզում ասեմ։ Եթե կհիշեք, խոստումներից մեկը երկրի վրա, որը վերաբերում է մեր առօրյա կյանքին եւ մեր ամեն օրվա կյանքին, դա Մաղաքիա մարգարեության մեջ հիշում եք, միտեղ ասում է, եւ կտեսնեք ծառայողի եւ չծառայողի տարբերությունը, կտեսնեք հավատացյալի եւ անհավատի տարբերությունը։ Սա այստեղի համար է։ Եվ այնտեղի համար ասում է, ես ձեզ համար այնտեղ բնակարաններ եմ պատրաստել եւ ձեզ համար հարսանիք եմ պատրաստել։ Մենք սրան էլ ենք հավատում, սրան էլ ենք հավատում։ Այստեղի խոստումին էլ ենք հավատում, այնտեղի խոստումին էլ ենք հավատում։ Բայց խոստումների համար համոզված եղի, համաձայնվի ինձ հետ, որ պետք է ճանապարհ անցնենք։ Այնպես չի, որ հենց ուղղակի խոստում է ու վերջ։ Մենք այդ խոստումները մի անգամից վերցնում ենք ու վերջ, դառնում է մեր սեփականությունը։ Փրկությունից բացի մնացած ամեն ինչը գինա ուզում, գինա պահանջում, գինա պետք վճարել։ Գաղատացիների 4-րդ գլուխ առաջի խոսքը ինչ է ասում։ Բայց ասում եմ, քանի ժամանակ որ ժառանգը երեխա է, ծառայից ոչնչով չի տարբերվում։ Թեև ամեն բանի տեր է։ Սա ամենալավ խոստումներից մեկն է ժառանգության մասին։ Ես եւ դու ժառանգորդներ ենք Աստծո թագավորության մեջ։ Ես խոսում եմ աղոթքի թեման, սիրելի Աստծո ժողովուրդ։ Խնդրում եմ ուշադիր լինենք։ Քանի դեռ ես երեխա եմ, ծառայից ոչնչով չեմ տարբերվում։ Թեկուզ ամեն բանի տեր եմ։ Մի հայր իր որդուն ասում է. Որդիս, երբ որ մեծանաս, ես քեզ օրինակ մեքենա եմ գնելու։ Հիմա ինչա տեղի ունենում։ Հայրը սպասում է որդու մեծանալուն, որդին սպասում է հոր խոստումին։ Հիմա շահագրգիռ կողմը որն է, ավելի շատ հոր կողմը։ Հայրը ամեն օր անհամբեր սպասում է, որ որդին մեծանա։ Բայց երեխան ամեն օր այդ սպասումով իրան չի հետաքրքրում, թե ինքը ոնց կմեծանա, ինչ անի որ մեծանա։ Իրան մի բան է հետաքրքրում։ Երբ հասնեմ հորս խոստումին, հայրս երբ իր խոստումը կկատարի։ Բայց հայրն էլ քանի որ իմաստուն է, ժամերն ու ժամանակները լավ գիտի, ասում է պետք է մեծանաս։ Մեծանալու համար էլ պետք է ճանապարհ անցնես։ Բայց որ խոստում եմ տվել, դա կատարվելու է։ Ես իմ խոստումը կատարելու եմ։ Եվ փառք Տիրոջը, որ Աստված մեզ ժառանգորդ է դարձրել, եւ մենք շատ բաների ժառանգորդ ենք, շատ բաների տեր ենք, բայց միգուցե ոմանք ինպես հələ այնքան չեն գնահատում, այնքան չեն ասել այն աստիճանին, որ հասկանաս, որ դու ամեն բանի տեր ես։
Դա շատ լավ խոստում է, բայց շատ պահանջ ունի իր առջև դրած։ Եվ երկրորդ Կորինթացիների մեջ մի տեղ էլ կարդամ եւ փորձեմ այդ ամբողջը ներկայացնեմ։ Երկրորդ Կորինթացիների 4-րդ գլուխ 16 խոսք։ Նրա համար չենք թուլանում, այլ թե մեր դրսի մարդը փչանում է, բայց մեր ներսի մարդը օրեցօր նորոգվում է։ Ես ուզում եմ ասեմ, որ իմ խոսքը սկսեց այստեղից։ Եվ ես ավելի քան համոզված եմ եւ հավատում եմ, որ աճելու, մեծանալու, զարգանալու, հասունանալու համար ամենաբարենպաստ պայմանները ստեղծում է աղոթքը։ Համաձայն ես։ Եթե քրիստոնյան աղոթքի հետ սերտ շփում կապ չունի, այն խոստումը, որը որ դու շատ բանի տեր ես, դա մնալու է երկրի վրա եւ դու միգուցե չճաշակես էլ դա, որովհետեւ ինձ եւ քեզ պետք է աճել, հասունանալ, մեծանալ, հավատքի մեջ անցնել որոշակի ճանապարհ, որպեսզի հասնես այն խոստումին, որը որ քո առջև դրված է։ Եվ այստեղ թույլ տվեք մի պատմություն, որը ուղիղ կապված է իմ հետ, այդ պատմությունը պատմեմ։ Ես մեր երեխաների մեծն եմ։ Եվ մի օր հանկարծ իմ հորս բարեկամներից մեկը, որը ապրում է հեռու օտար երկրներում, շատ հեռու, Ռուսաստան չի։ Մի օր այդ բարեկամ եկավ մեր տուն, իմ հորս բարեկամն է։ Եվ քանի որ իմ անունն էլ իր անմիջապես եղբոր անունն է, ինքն չունի ոչինչ, ժառանգության տեսքով, եւ իմ հորս ու մորս առաջարկեց, որ բերեք ես հենց անենք։ Ես այդ ժամանակ 12 տարեկան էի։ Երանի թե այս ժամանակ ասեր, հիմա ասեր, այն ժամանակ չի։ Երբ որ ես 12 տարեկան էի, ես հիշում եմ մեր տան ամբողջ խոսակցությունը ամեն օր էր, առավոտից երեկո։ Եվ վերջը, մի քանի անգամ գնացին, եկան, զանգվեցին, պայմանավորվեցին, եւ եղավ մի օր, որ ինձ վերցրեցին ու տարան տվյալ տեղը, տվյալ վայրը, տվյալ հասցեում։ Ու ամբողջ այդ գործողությունը տեղի ունեցավ, այսօրվա պես հիշում եմ, ավելի քան թե 3 ինչ եմ օրինակ կերել։ Եվ ես ունեի դա, եւ ես ունեցա դա։ Բայց իմ համար դա զբաղմունք, ուրախություն չէր։ Ես դրանով չէի ապրում, ես դրանով չէի, դա ինձ հաճույք չէր։ Իմ հաճույքը դրսի խաղն էր, որովհետև ես 12 տարեկան էի։ Ես դրա մեջ ուրախություն եւ հետաքրքրություն չէի տեսնում։ Այդ իմ համար ուղղակի մի 0 երևույթ էր։ Խի, որովհետև ժառանգը դեռ երեխա է։ Թույլ տվեք ասեմ, ծիել Աստծո ժողովուրդ։ Աստծո խոստումների, Աստծո այն կարևոր խոստումները, որը որ մենք կարծես թե դրոշակ բարձրացնելով փորձում ենք ապրենք դրանով, բայց չհամապատասխանեցնելով համապատասխան կյանքը, օրինակ այդ դրոշակի պես բարձրացնում ենք, բայց Աստծո այդ տված խոստումների նկատմամբ մենք կարծես թե ավելի շատ այն ինչպես են ասում մատների արանքով ենք նայում։ Բայց երբ որ մեզ հանկարծ պետք է լինում, երբ որ մեզ հանկարծ առիթն է լինում, չգիտեմ, ինչ մի սաստիկ իրավիճակ է, որ այդ խոստումը ճիշտ այդ իրավիճակի համար է, մենք վերցնում ենք եւ բարձրացնում ենք։ Բայց հետո տեսնում ենք, որ չաշխատեց, նորից իջացնում ենք։ Օրինակ, շատ հիվանդ ես, ասում ես Տեր, դու ինձ կյանք ես տվել, ել ավելին։ Բայց հələ հիվանդ ես։ Ես հավատում եմ, որ Աստված իր բոլոր խոստումների հետևում կանգնած է։ Դու էլ իմ հետ հավատա, որ Աստված համոզված եղիր, վստահիր Աստծուն,
որ Աստված իր բոլոր խոստումների ետևում կանգնած է, պարզապես։ Եվ հավատա իմ ասած այս եւ օրինակին, եւ իմ անձնական օրինակին, որ մենք մեծանալու, աճելու, հասունանալու տեղ ունենք։ Եվ դրա առաջնային, չեմ ասում, կարևոր, միակ կարևոր, առաջնային եւ ոչ պակաս կարևոր պայմաններից, միջավայրներից հնարավորություն տվող դա աղոթքն է։ Եթե մենք աղոթքի մեջ չաճենք, սիրելի Աստծո ժողովուրդ, հավատացեք, մենք շատ բաների նկատմամբ կլինենք կույր։ Կույր բառից բոլոր իմաստներով։ Մենք կապրենք հավատքի մեջ, բայց շատ բաներ չենք տեսնի։ Մենք կապրենք հավատքի մեջ, բայց մեր առաջը չենք տեսնի։ Եվ մի փոքր մի բան կարդամ, որը որ ուղղակի սրտիս կպել է, խնդրում եմ ուշադիր եղեք։ Հավատացյալ մի կնոջ հարցրեցին, ինչ ես շահում ամեն անգամ Աստծուն աղոթելուց։ Ի պատասխան նա ասեց. միշտ չէ, որ ես որևէ բան եմ շահում, բաներ կան, որոնք ես միշտ կորցնում եմ աղոթքի ժամանակ։ Եվ նա սկսեց թվարկել, թե ինչ է կորցնում։ Ես կորցնում եմ իմ հպարտությունը, ես կորցնում եմ իմ ագահությունը, ես կորցնում եմ իմ բարկությունը, ես կորցնում եմ մեղքի հանդեպ ցանկությունը, ես կորցնում եմ իմ տխրությունը, ես կորցնում եմ իմ անխաղաղությունը, երբեմն պետք է աղոթել ոչ թե ինչ-որ բան ձեռք բերելու համար, այլ կորցնելու բաներ, որոնք խանգարում են մեր հոգևոր աճին։ Հələ այստեղից այս մի քանի մեջբերումն անեմ, հպարտություն, ագահություն, բարկություն եւ մեղքի հետ ունեցած այդ, եթե այսքանը իմ հետ ապրում է, ես ինչպես կարող եմ հասնեմ այն խոստումին, որը որ ուղղակի Աստված քեզ խոստացել է։ Ինչպես հայրը մեքենան կգնի իր երեխային, երբ որ խոստացել է, երբ որ երեխան ուղիղ հակառակ եւ չի համապատասխանում հոր սկզբունքներին։ Եվ ինքը տան երեխա չի։ Հայրը օրիսօր կհետաձգի, մինչև հասունանա այն ճիշտ բանը, մինչև հասկանա։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ես փորձեցի աղոթքի կարևորությունը ներկայացնել, թե աղոթքը ինչ պայմաններ կարա ստեղծի մարդու կյանքում, ինչ իրավիճակի, ինչ հնարավորություն կտա ինձ եւ քեզ, որ մենք աճենք։ Այս սա է, աղոթքի մեջ դու ավելի շատ կկորցնես, որ ձեռք բերես հոր խոստումը։ Կորցնես քո այն, ինչը որ քո հետ ժառանգել ես, միգուցե այսօր քո հետ դա ապրում է, որոնք որ թվարկվեց։ Եվ դու դրա հետ մեկտեղ չես կարող հոր ժառանգությանը հետ համատեղես եւ ապրես։ Եթե դու աղոթքից դուրս ես գալի, մի բան չկորցրած, կարծում եմ աղոթքը պետք է ավելի քո օրակարգում լինի։ Եվ լավ, այս ամենը ինչի համար է։ Եսայի մարգարոության 45-րդ խոսքում։ Ես ձեզ խավարի միջի գանձերը կտամ, որ դուք չգիտեք, չեք տեսել։ Սա խոսք էսպես է։ Հիմա Աստված այս ամենը քո առաջ, իմ առաջ դնում է, ինձ եւ քեզ ասում այս ճանապարհով անցի, որ այս ամենը ունենաս։ Եվ սա ես հավատում եմ երկրի համար է, այն խավարի միջի գանձերը։ Բայց թույլ տվեք, ասեմ մի կարևոր բան։ Խավարի միջով անցնել է պետք։ Եթե դու շատ անգամներ աղոթքի մեջ ուրախ ես, շարունակի աղոթել։ Մի օր կտեսնես, որ բան կա, որ քեզ խանգարում է, ու կտխրես, կասես Տեր, այս սա փոխի, որ ես սա ունենամ, ինչը որ դու խոստացել ես։ Եվ այդ տխրությունն էլ Աստծո խոսքն ասում է, որ մեր ապաշխարության համար է։ Երբեք չեմ կարծում, որ ուրախ աղոթես եւ խավարի միջից գանձերը վերցնես եւ օգտագործես։ Սա եւ խոսում է հոգեվոր գանձերի մասին եւ սա խոսում է իհարկե մեր ապրելու մեր օրերի համար։ Ինչ որ մեզ պետք է, ինչ որ ժողովրդին պետք է։ Բայց պատահական չի, որ շեշտվել է խավարի միջի գանձերը։
Այսինքն, եթե դու աղոթքի ճանապարհ չունես անցած, աղոթքի ճանապարհով չես անցնում, հանկարծ միտեղ չես հասնում, որ տեսնես էլ այլևս Աստծո կարիքն ավելի շատ եմ զգում, ավելի խիստ ունեմ Աստծո կարիքը, քան երեք, քեզ քո համար չի բացվի, քո համար հեռու կլինի ավելի շատ այդ խոստումը։ Ամեն չեք ասում, ոչինչ, բայց ես ասում եմ, որ այն, ինչը որ Աստծո խոսքն է ասում, բայց համաձայնվեք, որ այդպես է։ Համաձայնվեք, որ պետք է ճանապարհ անցնենք։ Աղոթքի հետ անցի քո ճանապարհը։ Եվ Աստված այն, ինչ որ որոշել է, նա կտա քեզ։ Համաձայն եք։ Տեր օրհնի ձեզ։